Մայիսի 8-ին ժամը 22:22-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածաղ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տանտանիքը, հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղարը։ Ըստ հաղորդագրության դժվարություններ չկան։ Ադրբեջանական կողմին կոչ են կանում հետաքննել Խնածաղի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։ Բաքուն այս հաղորդագրությանը առայժմ չի արձագանքել։ Չինաստանից Հայաստան նոր միջազգային մուլտիմոդալ երթուղին կգործարկվի 2025 թվականի հունիսի սկզբին, այս մասին մայիսի 8-ին ասել է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։ Երթուղու նախաձեռնողը հայկական կողմն է, օպերատորը Ղազախստանը։ Հայաստանի ներկայացուցիչները երկար ժամանակ բանակցություններ են վարել Չինաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Իրանի հետ մուլտիմոդալ միջանցքի գործարկման համար, ասել է նա։ Չինաստանից կոնտեյներային գնացքը Ղազախստանով եւ Թուրքմենստանով տարանցմամբ կհասնի իրանական Ջուլֆա կայարան տերմինալ, այնտեղից էլ բեռնափոխադրումը կիրականացվի դեպի Երևան։ Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված առաջընթաց չկա, մայիսի 8-ին հայտարարել է Հայաստանի ԱԽ-քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այնինչ հրապարակային եղել է, այդքանն է, եթե որևէ նոր բան լինի, բնականաբար մենք կտեղեկացնենք հանրությանը, նշել է նա։ Այսօր նաև հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն փոխանակել են հրադադարի խախտումների վերաբերյալ տվյալները, սակայն թե ինչ տվյալներ է հայկական կողմին փոխանցել Ադրբեջանը, չի հստակեցվում։ Համացանցում հազարավոր դիտումների եւ դրական մեկնաբանությունների արժանացել հայուհու կատարմամբ Հոյն ազգային երգը, որը հայկական ազգային տարածված երգերից մեկն է համարվում։ Յարիս տունը մեր տան մոտ է, համբույրները շատ քաղցր են, շուշիկ մշիկ իմ հանուշիկ, իմ համովիկ խորոտիկ, յարիս տունը մեր տան մոտ է, համբույրները շատ քաղցր են, շուշիկ մշիկ իմ հանուշիկ։ Հայերը հաճախ են իրենց ազգային պարերն ու երգերը փորձում սովորեցնել օտարերկրացիներին, սակայն պարզվում է, որ այդ գործում մենք մենակ չենք։ Համացանցում շրջանառվող տեսանյութում հույնը չինացուն սովորեցնում է հայկական պար։ Как будет это все твое? Готов? Хорошо? 3, 2, 1, поехали! А теперь танцы, танц, плиз!